Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ ճիշտ ասած մի քանի թեմա կար զրուցելու, բայց մտածում էի թողնեի վաղը հաղորդման շրջանակներում խոսենք։ Այնուամենայնիվ բաներ կան, որ կարծես այն որ ասում են 8 շաբաթից շուտ եկա, պետք է որ անդրադառնանք սրան, հա։ Երևի չգիտեմ, վերնագրից գուշակում եք թե չէ, խոսքը առհասարակ բարերարների մասին է, սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, ովքեր հաջողակ բիզնեսմեններ են եւ փորձել են տարբեր ժամանակներում որոշակի աջակցություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում որևիցե ոլորտում։ Եվ քանի որ վերջերս ամերիկահայ թե կանադահայ, ավելի ճիշտ լինի ասել, բարերարներ նույնպես խոսել էին ու իրենց վերաբերմունքն էին հայտնել սատարելով կտրիչ Ներսիսյանին, հաթաթալով պետությանը, ուստի ես անընդհատ ճիշտ ասած ուզում էի չնկատելու դա անցնել, որովհետև հավելյալ սրելու խոսակցությունները ցանկություններ չունեմ կամ պղտոր ջրում ձուկ բռնելու, բայց կարծես ինչ որ լրջանում է ամեն ինչ, ուստի մի երկու բառով վերաբերմունքս հայտնեմ, հա։ Հուսամ արտերկրում ապրող մեր հայրենակիցներից գոնե այդ մասից մի քանիսը ուշադիր կլինեն։ Եվ ինչու ոչ, նաև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ ընդհանուր երևի թե զրուցելու շատ բան ունենք։ Տեսեք, ամենայն հարգանքով, որովհետև ինքս շատ լավ գիտակցում եմ սփյուռքի դերն ու նշանակությունը առհասարակ հայության կյանքում։ Իհարկե արժեր վերանայել որոշ ուղղություններ, գործողություններ նույնպես, բայց այնուամենայնիվ սփյուռքը անջատ մարմին չի, սփյուռքը մենք ենք մեր հայությունն։ Իհարկե ցավոք սրտի պետք է նկատել, որ այն վաղուց որոշակի պառակտումներ ունի իր մեջ, որովհետև շատ շատերը լսած կլինեն, ասենք օրինակ, որ իրար մեջ համարում են, ասենք, այսի Հայաստանից եկած հայերն են, այնի, չգիտեմ, Բեյրութա հայերն են, Իրանա հայերն են, այն մի կեսը արևմտահայերն են, առանց հասկանալու, որ Հայաստանի հայության մեծամասնությունն էլ արևմտահայկական արմատներ ունի։ Մի խոսքով, նմանատիպ խոսակցություններ բոլորդ լսած կլինեք անշուշտ։ Բայց երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ, իհարկե այդ սփյուռքը, այն սփյուռքը, որը որ ավելի վաղուց է արտերկրում, հիմնականում արևմուտքում, նրանք այդքան էլ չէին կարողանում երևի թե ժամանակին հասկանալ, թե ինչ են Հայաստանի հայերը իրենց հայրենիքը կամ պետությունը թողած փախչում, գալիս, փորձում մնալ ու հիմնվել այդ երկրներում եւ ինչու էին նաեւ փորձում նրանց հետ կապեր ստեղծել, իհարկե կլինեին տարբեր նկրտումներով ու նպատակներով, բայց այնուամենայնիվ, հա։ Չգիտեմ, այս իմաստով ես կարծում եմ մենք շատ քիչ ենք զրուցել առհասարակ ու երևի թե դժվար թե մի հաղորդումով, մի եթերով խոսենք, շատ պիտի խոսենք, որովհետև որքան որ Հայաստանին անհրաժեշտ է եղել ու կա սփյուռքի ներուժը, իմ կարծիքով սփյուռքն էլ ունի բազում խնդիրներ, ով Հայաստանի պետության կողմից գուցե սպասում է որոշակի աջակցությունների, չգիտեմ, ամեն դեպքում դեռ այսքան մի անգամից առաջ չընկնենք խոսքի մեջ կամ կթողնենք հետո կշարունակենք, բայց հիմա ես ուզում եմ իրար ճիշտ հասկանանք։ Տեսեք, ես կարծում եմ, որ անկախ մեր ազգային պատկանելությունից, որը նշանակում է, որ մենք պիտի լինենք միասնական, որը նշանակում է մենք պիտի փորձենք օգտակար լինել իրար եւ այլն, այնուամենայնիվ քաղաքացիությունը որոշակի դեր խաղում է ու այստեղ գուցե շատերը փորձեն սրել իրավիճակներ բերել խոսակցություններ եւ այլն։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր ուղիղ իրենց մաշկի վրա բնականաբար ամեն օրով, ժամով զգացել, զգում եւ զգալու են այն ինչ որ տեղի ունենում։ Եվ պետության ճակատագիրը որոշում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անգամ եթե ազգությամբ հայ չեն։ Սա կարծում եմ բոլոր տեղերում է այդպես, ինչ որ նորություն չեմ ասում։ Այն հայերը, ովքեր որ ցանկանում են օգտակար լինել պետությանը, կարող են օրինակ խնդրեմ գալ դառնալ քաղաքացի եւ դինել կառավարության շարքերում, ինչու ոչ կուսակցական գործունեություն, քաղաքական գործունեություն նույնպես ծավալեն, կամ ասենք կարող են օգտակար լինել իրենց խորհուրդներով, իրենց ամեն ինչով, շատ բաներով։ Ի տարբերություն այն ժամանակների, երբ որ օրինակ, երբ որ հարցնում ենք սփյուռքի նախարարին, ասում ենք սփյուռքը մեզ ինչով կարող օգտակար լինի, ասում էին միայն փողով։
Իհարկե մեր բողոքի ժամանակ մեծ էր, որովհետև մենք սփյուռքի ներուժը շատ լավ ենք հասկանում, ասում ենք սփյուռքը ձեզ համար կտուկ կով չի հազարներողությունը խոսույթի համար, այնտեղ շատ ավելի կարևոր բաներ կան, որ պետք է համակարգված աշխատանք գնա ու լավ կլինի։ Հիմա ես չգիտեմ ոնց են աշխատանքներ գնում, ոնց չէ, բայց մենք տեսնում ենք, որ հայաստանյան ներքաղաքական կյանքին փորձ են անում խառնվել մարդիկ, ովքեր եթե անկեղծ լինեն, շատ դեպքերում Հայաստանը իրենց հայրենիքը չեն էլ համարել։ Այդ տեսակի մարդկանց էլ թողնենք մի կողմ, գանք մեր բարերարներին։ Մարդիկ են, ովքեր որ իմացել են, որ Հայաստանը ծանրագույն վիճակում է գտնվում եւ փորձել են իրենց ֆինանսական ունեցվածքից ֆինանսական միջոցներ հատկացնել տարբեր ծրագրերով կամ թեկուզ հենց ուղիղ Հայաստանի Հանրապետության այս ամեն ուղղությանը սոցիալական որոշ ծրագրեր իրականացնել եւ այլն։ Ինչի համար շնորհակալություն։ Մարդը դա չի։ Բայց գիտեք, կոնկրետ եթե գանք արդեն խոսակցություն ստացվում է այսպես։ Շատ հարգված մարդիկ կանգնում են ու կտրիչին են սատարում, օգտագործելով իրենց բարի համբավը։ Տեսեք, եթե դուք 90-ականներից սկսած շատերը որոշները հետո ավելի ուշ որոշները հիմա անընդհատ փորձում եք օգտակար լինել Հայաստանին, որովհետև ինքներդ էլ տեսնում եք, որ պետությունը աշխատող էր անում կամ ձեզ համոզում էր իբր աշխատող չի անում։ Լավ, դուք չեք մտածում, իսկ ուր էր գնում այդ փողերը։ Ուր էր գնում ցանկությունը օգնելու մարդկանց, աջակցելու մարդկանց, պաշտպանելու մարդկանց։ Ուր էր գնում։ Գնում էր նույն կտրիչ Ներսիսյանների գրպանը։ Ասենք, իսկապես, ես այնտեղ անուններ տեսան, հենց սիրտս ցավում է այդ մարդկանց համար։ Ասենք, ձեր համար նորմալ է եղել, որ երեխաները չեն ունեցել գյուղում մանկապարտեզ գնալու հնարավորություն, շատ հնարավոր է նույն կտրիչը ձեզ դիմելա որ փող քերի, բայց այդ մանկապարտեզը օրինակ սեփականացրած է եղել եկեղեցին ու չի կիրառել այն նշանակությամբ, ինչի խոստումով որ սեփականաշնորհել է։ Ձեզ համար այստեղ հարց չի առաջանում, սա ես մի հատիկ պուճուրիկ դրվագ եմ էլի ասում։ Ախր ձեզանից շատերը մեզանից լավ գիտեն կտրիչին, որովհետև անմիջապես բանը աշխատել եք հետները։ Գիտեք, լավություն անել Հայաստանին այս ինչ կամ այն ինչ մասով, դա այլ բան է, բայց հանրությանը դնել պարտքի տակ, դա այլ բան է։ Կներեք, ես կարող եմ հարգել ձեր գործունեությունը, բայց ես չեմ կարող թույլ տալ, որպեսզի Հայաստանը վերածվի որբանոցի։ Մենք լավություն անենք գնանք։ Գիտեք ինչ, ես չեմ ուզում, այո, եթե դուք ուզում եք իմանալ, այսօրվա պետությունը դառնում է, այսօր Հայաստանը դառնում է պետություն։ Ու ես չեմ կարող թույլ տալ, օրինակ, որպեսզի իմ երեխան, եթե վաղը միսօր ուզենա կրթություն ստանա նորմալ մի վայրում, ստիպված լինի դիմի ձեր օգնությանը կամ ձեր աջակցությանը։ Դա պետք է լինեն պետական ամենատարբեր ծրագրերով։ Մյուս կողմից, լավ, ձեզ մոտ հարց չի առաջացել այսքան ժամանակ, եթե դուք տևական ժամանակ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանը հնարավորություններ չունի դրա համար ենք օգնում, ու օգնել եք, լավ եք արել, բայց ձեր մոտ հարց չի առաջացել, լավ էս Քոչարյան Ռոբերտին այսքան միլիոնը որտեղից։ Որտեղից։ Տարել է հենց այդ նույն որբանոցից, չէ։ Տարել է հենց այդ նույն ծերանոցից, չէ։ Պետությունից գողացված մի հատիկ կոպեկը, դա մի հատիկ լուման, դա գողություն է բոլոր սֆերաներից, բոլոր ուղղություններից։ Հասկանում եք։ Ու դուք այսօր վեր եք կացել, կոչ եք անում, հայտարարություն եք անում, օգտվելով այն բարի համբավից կրկնում եմ, որը ձևավորվել է։ Ինչի է ձևավորվել, ասեմ, որովհետև այո, Հայաստանում եղել են ղեկավարներ, բայց Հայաստանը մատնված է եղել անտերության։ Անտերության այդ իմաստով։ Եվ նրանք կարողացել են ձեզ էլ ներգրավել դրա մեջ, թե բա եկեք մեզ օգնեք, որպեսզի պետությունը ոնց չլինի մի հատ սիրուն բառ տեքստ մեկը գրած կլինի, կարդացած կլինի, դուք միամտորեն հավատալով եկել եք, փորձել եք օգնել, կեսից էլ լավ էլ հասկացել եք, թե ինչ է կատարվում։ Դուք ինքներդ եք տեսել այդ կոռուպցիան, այդ ամեն ինչը։ Ինքներդ։ Այսօր ո՞նց եք վեր կենում, միանում մեծ ստին ու թե բաց սատարում ենք Կտրիչ Ներսիսյանին։ Անձի, ով իր հերթին սատարում է Ռոբերտ Քոչարյանին։ Անձի, ով եկեղեցին վերածել էր նախընտրական շտաբի։ Դուք դա նորմալ եք համարում։ Եկեք մի բան այսպես պատկերացնենք, էլի։ Ես հասկանում եմ, որ դուք կարող եք այսօրվա իշխանությունների հետ չունեք հարաբերություններ կամ չեք ուզում ունենալ։ Դա ձեր գործն է։ Բայց օրինակ, չէ՞ որ դրանով դուք օքեյ եք տալիս հետևյալին, ասենք թե վաղը մյուս օր նոր կաթողիկոս ենք ունենալ, ով որ պետության հետ նորմալ աշխատում է, նորմալ։ Դու ձեր վերաբերմունքը ինչպիսին է լինելու։ Ինչպիսին է։ Դուք դա համարելու եք վատ, կամ այնպիսին է լինում մյուս կաթողիկոսը, որ ընտրությունների ժամանակ վեհարանում կախում է ԿՊ-ի պաստառները, բան, նախընտրական բանի ժամանակ։ Դուք դրան նորմալ կվերաբերվեք։ Չէ։
Բայց մեր ասածը դա է։ Սա գնահատականի արժանի չի, ես չեմ հասկանում։ Ձեզ համար։ Հասցրել են պետությունը նրան, որ ցանկացած մեկը ուներ օգնության կարիք, ցանկացած մեկը։ Եվ այո, Հայաստանի Հանրապետությունն էլ դատարկվում էր հենց նրա համար, որ այն ցանկացած մեկը, որ գնում էր արտասահման, չէր գնում է իր կյանքը դասավորելու։ Գնում էր նաև իր ընտանիքին, հարազատներին, բարեկամներին օգնելու համար, այդտեղ որ աշխատում են մի 2-3 տեղով, աշխատում են որպեսզի ստեղ թողածը պահեն։ Դա նորմալ է։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որփանոց չի։ Շնորհակալություն, որ բոլոր ժամանակներում փորձել եք օգտակար լինել։ Ես ինքս էլ, եթե ունենայի այդ հնարավորությունը, ինքս էլ այդ ժամանակ օգտակար կլինեի։ Հիմա էլ օգտակար կլինեի այլ հարցերում։ Արդեն ես կփոխեի իմ ռազմավարությունը, օգտակար կլինեի այլ հարցերում։ Ո՞նց կարելի է նման կոչեր անել։ Դուք կներեք էլի։ Դուք Հայաստանին հայրենիք որպես պետություն եւ հայրենիք, պետությունն ու հայրենիքը դա նույնն է։ Մեկը մարմինն է, մյուսը հոգին։ Դուք վերաբերվում եք այդպես։ Հիմա կասեք, դե եթե չվերաբերվենք, խի պիտի աջակցենք, չէ։ Դուք երևի այդ պարագայում ստացվի, որ իմ հարցը ճիշտ չեք ընկալել։ Համարում եք Հայաստանը ձերը։ Ու սրտացավությունը եղել է այնտեղ, որ դուք դուրս գաք կտրիչ ներսիսյան սատարեք մեր դեմ։ Ու ասեք, որ մեր պետությունը, այսինքն մենք այդքան կորած ենք, որ կարող որևիցե իշխանություն մեր եկեղեցու դեմ գնա։ Դուք այդ կարծիքին եք իսկապես։ Ինչի եք ձեր տարիներով վաստակած հարգանքը մի սրիկայի համար ջուրը գցում։ Ինչի համար։ Ու ինձ համար իսկապես տհաճ է դա խոսալ։ Ու ձեզ չթվա թե օրինակ նույն Տաշիր Սամոյի մասին տհաճ չէր խոսալ։ Տհաճ էր։ Որովհետև տեսնում ես, որ փաստորեն դա արվել է, որպեսզի ձևավորվի ինչ-որ բան, որտեղ որ հեղինակություն լինի ասել, այդ դուք միջամտում եք հիմա Հայաստանի գործերին։ Ինքներդ չեք ուզում ապրել Հայաստանում, բայց դա հասկանում ենք, թե խի չեք ուզում կամ ինչու հնարավոր չեք համարում։ Հասկանում ենք։ Տեսեք, այս տարիքում այդքան բաների հասել եք, չէ՞։ Արտերկրում եք ապրում։ Դե պատկերացրեք, որ Հայաստանում մարդիկ ձեր տարիքի իրենց կյանքում հասած են եղել շատ բաների, նույն ձևով, բայց ստիպված են եղել թողնել ու փախնել արտասահման։ Այդտեղ պետություն է եղել Հայաստանը։ Ասենք դուք չեք թողնի, չէ՞, ամեն ինչ ու փախնեք Հայաստան։ Դե պատկերացրեք, որ հակառակը եղել է։ Որովհետև հանցագործներ են ունեցել այստեղ։ Եվ մի կտրիչ ներսիսյան, ով այդ հանցագործներին հիմնական սատարողն է։ Բայց ժամանակ չէր ստացվում, որ իշխանությունները խառնվում էին եկեղեցու գործերին։ Կներեք, երբ որ բանը հանրապետության հրապարակի մեջտեղը ուզում էին ռուսական եկեղեցի կառուցել։ Հենց ռուսական եկեղեցի։ Հայաստանի հանրապետության հրապարակի մեջտեղը։ Դա դուք նորմալ եք համարել։ Ես լկտիությունների մասին չեմ խոսում, տեսեք։ Դեռ չեմ խոսում նրանց ով լինելու մասին, ըստ փաստաթղթերի։ Ես խոսում եմ իմ սրտացավության մասին, ձեր անվան հանդեպ, ձեր համբավի հանդեպ։ Հայկական դպրոցներ, կներեք էլի, ով ինչ ուզում խոսում է։ Եկան տեսանք, նույն լոսում տեսանք այդ հայկական դպրոցում վարձը ինչքան ամս եկան։ Իսկապես հասանելի է ամեն հային։ Հասանելի չի։ Շատ թանկ է, դա բիզնես ծրագիր է, որը դրած է հայերից փող քերելու համար։ Մենք պահում ենք հայ լուրջ եք ասում։ Հայերենը օտար երկրում պահում էր նույն Գայանեն Աբրահամյան, չգիտեմ, եթե կտեսնի թե չէ։ Ով հավաքագրել էր մարդկանց, ովքեր կամավոր հիմունքներով կգային երեխաներին դաս կտային։ Ու այդ մարդիկ իրենց գրպանից ծախսում են 200-300 գուլդեն, որը համարժեք էր մոտ 150-200 դոլարի, եվրոյի, որպեսզի շաբաթը 1-2 անգամ գան իրենց գրպանից, գան դաս տան այդ երեխաներին գնան։ Ես խոսում եմ 2000-ականներից, երբ
Այո, Հայաստանից գնացած հայերը դեռ ոտքի չէին կանգնել այնտեղ, բայց այդ կամավոր գործունեությունը անում էին ու փորձում էին պահել։ Եվ գիտեք ինչ, առաջացել էր միտեղ այբենարանների խնդիր, այստեղ անուններ թույլ տվեք չտամ, չգիտեմ, կարող է այդ մարդկանց դուրս չգա։ 1000 հատ այբենարան էր անհրաժեշտ։ 1000 հատ այբենարան։ Գիտեք ինչ արժեր 1000 հատ այբենարան այդ ժամանակ Հայաստանում։ $1000։ Հիմա ասեմ ինչպես։ Ես ինքս եմ հետաքրքրվել, փորձել եմ աջակցեմ դրա այդ ժամանակ իմիջիալից դեռ մատուցող էի աշխատում, որ մի մոմենտ եղավ մի երկուսով իրանց արևին փորձում էին ծաղրել։ Ուրեմն ինձ ասում են կարելի է ասենք հայաստանյան կառավարությանը 1000 հատ այբենարան ուղարկեն Հայաստանում տպագրված, որովհետև հիմա ավելի շատ Հայաստանի հայեր են Հոլանդիայում։ Իսկ մեր գրքերը ասում են արևմտահայերեն են, Ֆրանսիայից են գալիս։ Գոնե կարողանանք օգտակար լինել։ Ասել եմ փորձեմ, դե վստահ լինելով, որ ինչի պիտի այստեղ մերժեն։ Գալիս եմ Հայաստան, սկսում եմ փորձել հանդիպել այն ժամանակվա падգամավորներին, քոչել եմ վատ։ Հետո տեսնում եմ, որ չի ստացվում, դե ժամանակվա падգամավորները չափազանց անհասանելի են։ Վասիլա մատ ես հետաքրքրվեմ ինչ արժի։ Հետաքրքրվեցի Պիրատսկին անօրինական 1000 դրամ էր մի գիրքը։ Ասաց գնացի տնամ Հակոբ Մեղապար տպարանում էին տպում, տարեկան 27000 տպականակ, որից 5000-ը աչքից դեմը падոնի վրա փտում էր։ Ասի կլինի վերցնեմ սրանք։ Անկամ առաջարկեց, ասի դե մամուլուի բանով եթե նայեք մի 500 դրամ անստում էլի։ Վերցնեմ տանեմ, ես կռեստավրացնեմ, կմաքրեմ, կտանեմ, կասնեմ, օրենք ասեմ շնորհակալություն ձեզ, ախպեր ջան, ես բիբր ոչի բան չեմ արել։ Թող ձեր անուններն են։ Ասին դե եթե թույլատվություն տամ, խնդրեմ, արի տա։ Ոնց ասես վազվզել եմ, ոնց ասես։ Վերջում շատ կարևոր մի մարդուց, պաշտոնյա, ստանում եմ հետևյալ պատասխանը։ Ասում են, ինչի սփյուռքահայերի փողերը պրծելա չեն կարա փողտան առնեն, եղածն ինչա։ Այս սրա տեղն են ձեզ դրել։ Այնինչ, այդ նույն գրքերը Հոլանդիա հասցնելու համար այդ քանակությունը, այն ժամանակ էլ ճանապարհները մի քիչ sense չէր։ Մի 10000 եվրո էր մենակ ճանապարհին էր պետք։ Գիրքը ավելի էժան էր 10 անգամ կամ բան։ Ու դուք այ դրանց եք սատարում։ Այ դրանց։ Եթե դա նորմալ է, թող լինի նորմալ, օքեյ ձեզ համար։ Ուրեմն մեր պատասխանները մյուս անգամները ավելի կոպիտ կլինի ու առանց շատ բաներ հաշվի առնելու։ Եկեղեցիներ, բոլորիդ համոզելով եկեղեցիներ է կառուցել տվել։ Դες եկեղեցաշինության համար սիրտը չէր դիմանում։ Ես ձեզ խոստանում եմ, այ հիմա եթերով խոստանում եմ։ Վաղը մի հատ 5 րոպեանոց նյութ հենց մեր եկեղեցուց։ Կնկարեմ ու կտեղադրեմ համացանցում։ Տեսեք ինչ է նշանակում, երբ որ եկեղեցին ինքնագլուխ, Կտրիշ Ներսիսյանը ինքնագլուխ որոշում է եկեղեցի կառուցել։ Իմ ամենասիրած եկեղեցիներից մեկից նորակառույց նկարելու եմ թե ինչ վիճակում է ուղարկեմ ձեզ։ Տեղադրեմ այստեղ։ Ընդհանրապես ձեր նման բարերարներից փող քերելու միջոց, դուք փող քերելու միջոց եք։ Մինչև հիմա եղել։ Ու երբ որ ասում են որ եկեղեցին բարենորոգման կարիք ունի, Նաև ձեր այդ հարաբերությունների հարցում բարենորոգման կարիք ունի։ Դուք չեք ցանկանում դա ընդունել։ Չգիտեմ, երևի անձնական հարաբերություններն են բանանում, խանգարում, բայց բնավորություն դրսևորեք։ Խոսքը մեր բոլորիս եկեղեցու ու պետության մասին է։ Կներեք, երբ որ եկեղեցին խառնվում է պետության գործերին, այդ ժամանակ ես մեր բարերարները ասելիք չունեին։ Ես մինչև հիմա ունեմ տեսանյութեր, սկսած Հունաստանից, վերջացրած Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայով, դա Ռուսաստանում չասեմ, այնտեղ լրիվ ուրիշ կինո էր։ Թե սրբազան կոչվածները 44 օրից անմիջապես հետո, երբ որ այստեղ հեղաշրջման փորձ էր գնում, պատարակից հետո ինչեր էին ասում, ինչեր էին խոսում այդտեղի ժողովրդի համար։ Փոխանակ սփոփանքի, փոխանակ Աստծուց խոսելու, փոխանակ հույս տալու, որովհետև սփյուռքը հայությունն էլ ծանր վիճակում էր 44 օրյա պատերազմում, այդ մարդիկ էլ չգիտեին ինչա կատարվում, ինչով օգտակար լինեն, ոնց անեն, ոնց չանեն։ Միակ տեղը, որ կարող էին իրար գլուխ հավաքելու, համատեղ որոշումներ կայացնեն, դա եկեղեցին էր։ Այնեն այնտեղ զբաղված է չար բաներ խոսելով, հենց բանից, խորանից։ Հակա աստվածական խոսույթ կիրառելով։ Այդ նյութերը չեն կորել, կան։
Մեկը ինձ մոտ կա, ու դրանք պետք լինելու են ինչ-որ մի պայի վստահաբար։ Կարող եմ հիմա էլ տեղադրել։ Բա այդ ժամանակ հարգելի բարերարներ, ձեր հոգը չէր։ Մեր պետությունը ձեզ հետաքրքիր չէ, դուք ինչ այդ ժամանակ ուզում եք, որ մեր պետությունը լինի մեր եկեղեցին, դուք ուզում եք այդպես լիներ։ Այն էլ դրանց, այդ դրանց կամ երբ որ Արցախը շրջափակված էր, Աջափահյան կոչեցյալը մի հատ վտանգավոր ես դեռ չեմ խոսում ձեզ հայտնի բաներից։ Վտանգավոր արտահայտություն արեց ազգային ժողովում լսումների, հանրային լսումների ժամանակ, որ կազմակերպել էր ընդդիմությունը։ Եվ բոլորը շատ լավ գիտեն, որ այդ լսումները, քանի որ վերաբերում են Արցախին, ադրբեջանցիները լուպով, խոշորացություն նստած նայում են։ Ու գիտեք ինչ հայտարարություն արեց Աջափահյան կոչեցյալը։ Ասաց հետևյալը, որ ինքը ուզում է գնալ Արցախ, բայց ճանապարհը այնտեղ փակել են ոչ թե ադրբեջանցիները, ոչ թե ռուսները, այլ հայերը։ Դուք նորմալ եք համարում նման բանը։ Կասեք կամ հա, կամ չէ։ Որովհետև սատարել Կտրիչ Ներսիսյանին կամ Գարեգին Բեին նշանակում է սատարել ես ամեն ինչը, որովհետև նրա օգնությամբ է եղել ու նրա իմացությամբ։ Կամ երբ որ նրանք խնդրում էին, որպեսզի նա օգտագործի կաթողիկոս լինելու հանգամանքը ու իր կապերը, որպեսզի գերիներին բերի, երկաթը պետք էր այդ ժամանակ տակ-տակ ծեծել։ Մարդը շրջվում ասում է Քոչարյանը կլինի նախագահ կանեմ, ես նրանց համար բան չեմ անում։ Նա գերիների լինելը դիտարկել է գործիք իշխանության դեմ։ Բաքվում գերիներ ունենալը չնայած հիմա էլ այդպես է։ Հիմա էլ խորհրդարանական ընդդիմությունը հենց այդպես է վերաբերվում։ Բայց լավ, նրանք հենց աշխարհիկ մարդիկ են։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Մարդ ով մի հատ ծպտուն չի անել 44 օրյային, երբ որ օրհասական պատերազմ էր, օրհասական։ Մեկ էլ հետո բոլորը հելան ու հիշեցին, թե քանի զոհ ենք տվել։ Այսօրվա դրությամբ նրա եղբայրը այ երիտասարդներին ուղարկում է ֆրոնտ ռուս-ուկրաինական զոհվելու։ Բայց ժամանակ դուք մեր հայերը չեն։ Չունեք դուք ասելիք։ Եվ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Սա ձեր համար նոնսենս չի, սա օքեյ է։ Դուք դա սատարում եք, ասեք ուղիղ ասեք։ Ուրիշ բաներ մի ասեք։ Բա քանի որ պետությունը եկեղեցին ուզում է, չգիտեմ ինչ, ուղիղ սա է եղածը, ուղիղ դա ասեք։ Ամաչում եք ասեք։ Որ այդպես ասեք, բոլորը կհասկանան, որ լավ չի, լավ բան չեք ասում, ու դուք հիանալի գիտեք սա։ Ձեզանից ոմանք անգամ սրա կազմակերպիչներն են եղել։ Ձեզ հարմար է, ես արդեն սկսում եմ մտածել այսպես, ու իմ այդպես մտածելու մեղավորները դուք եք։ Ես երկար չեմ ուզեցել այդպես մտածել։ Ձեզ հարմար է, որ Հայաստանը լինի մի մեծ որբանոց, որտեղ որ դուք մի գթալ ճաշ տալով, մի կտոր հաց տալով կկոչվեք աստվածներ։ Ձեզ սա է հարմար։ Ուրիշ ոչ մի բան ես չեմ կարող մտածել։ Եվ դուք հենց սրան եք ձգտում սատարելով նրանց, ովքեր որ այո մեր երկիրը որբանոցի էին վերածել։ Որտեղից որ մարդիկ լքում գնում էին երկիրը, որպեսզի ուրիշ տեղ աշխատեն, իրենց ընտանիքները պահեն։ Կլինեն այդպիսի դեպքեր, նորմալ է։ Եվրոպայում էլ կա, կարող է գերմանացի գնա Հոլանդիայում աշխատելու, որովհետև ավելի լավ առաջարկ լինի, ավելի լավ առաջարկ։ Սրա ու առհասարակ աշխատանքի մեջ լուրջ տարբերություններ կան։ Միլիոնով 15 տարի առաջ առաջին անգամ 2010 թվականից առաջին անգամ սկսել են հաշվել, թե տարեկան քանի մարդ է գնում Հայաստանից եւ քանի մարդ է գալիս Հայաստան։ Առաջին անգամ։ Չգիտես ինչի, որովհետեւ դա անվտանգային հարց է, դա պիտի անկախության օրվանից սկսած հաշվեին 2010-ից։ Ու այս 15 տարվա մեջ 25 թվականին առաջին անգամ եկողների թիվը գնացողներից մոտ 8000-ով ավել է։ Մեկ էլ 2020-ին է եղել մեծ տարբերություն, բայց դա էտի կորոնայի հետ էր կապված, ոչ մեկ ոչ միտեղ ոչ գնում, ոչ գալիս էր։ Մեն առաջին անգամ
Դա լավ է թե վատ։ Եկեք ձեզ համար հատուկ մի նյութ կարդամ։ Արփի Դաբոյանի գրառումը, շատ տեղին գրառում։ Հայաստանում եւ Սփյուռքում այսօր վտանգավոր շեղում է խորանում։ Կուսակցական կրքերը փորձում են գերիշխել ազգային ու հոգևոր հաստատությունների վրա։ Սա այն է, երբ քաղաքական շահը դառնում է չափանիշ, եկեղեցին վերածնում միջոցի, միջոց դառնալով էլ կորցնում իր առաքելությունը։ Այս իրողության ամենացայտուն արտահայտություններից մեկն է հայ հեղափոխական դաշնակցության հետևողական քաղաքականությունը, ուղղված Էջմիածնի արևմտյան թեմի եւ նրա առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի դեմ։ Իմիջիայլոց այդտեղ հետաքրքիր բան եղավ, անցած եթերին շարժվում էր նրանց մասոն լինել ու այդտեղ ինչ է փորձում բան անել, այդ որ խոսացինք բան, իմի բարձվում է, որ նրանք գուցե նաեւ մասոն են հանդիսանում, բայց դա ոչ թե մասոնական կազմակերպությունն է սատարում, իրանք փորձում էին տպավորություն տոնել, այլ դաշնակները հերթական անգամ փորձել էին մանիպուլացնել եւ օգտագործել էին այդ հանգամանքը, որ էլի մի բան ծնեն, հասկանում եք, գող են էլի, այս մարդիկ գող են ապե, այս կազմակերպությունը գող է։ Այսօր հա նրա դեմ մղվող արշավը դժվար է ներկայացնել իբրև զուտ եկեղեցական տարակարծություն։ Սա այն քաղաքական տրամաբանության շարունակությունն է, որ տասնամյակներ ի վեր եկեղեցին դիտարկվել է իբրև ազդեցության դաշտ։ Սառը պատերազմի տարիներին դաշնակցությունը հստակ հակախորհրդային Հայաստան գիծ որդեգրեց եւ սերտ կապեր հաստատեց ամերիկյան պետական շրջանակների հետ։ Գաղտնաձերծված փաստաթղթերը ցույց տվեցին, որ ամերիկյան գաղտնի ծառայությունները դաշնակցությանը դիտարկել են իբրև վստահելի հակախորհրդային գործընկեր։ Սակայն այս իրողությունը միայն գաղափարական դիրքորոշում չէր, այն խոր ազդեցություն ունեցավ Անտիլիասի Կիլիկիո կաթողիկոսության դիրքավորման վրա։ Եկեղեցին հայտնվեց աշխարհքաղաքական մրցակցության խաչմերուկում ոչ միայն որպես հոգևոր կառույց, այլ որպես քաղաքական բևեռի մաս։ Դաշնակցության ազդեցության տակ եկեղեցին ներգրավվեց պայքարի մեջ եւ կորցրեց իր վերազգային ու վերքաղաքական առաքելությունը։ Հյուսիսային Ամերիկայի պառակտումը հետևանքներ այն մթնոլորտի, ուր քաղաքական հավատարմությունը գերադասվեց եկեղեցական կանոններին։ 1933 թվականին Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ սպանվեց Ղևոնդ arczepiskopos Դուրյանը։ Դատապարտվեցին դաշնակցության հետ կապված անձինք։ Հենց պատարագի ժամանակ, այս ժամանակ Նուբար Աֆյաններ չեն եղել, որ դատապարտեն դաշնակցությանը բան եկեղեցու դեմ գործելու համար։ Այս դեպքը խորհրդանիշ դարձավ ցույց տալով, թե ինչպես կուսակցական կրքերը կարողացան թափանցել մինչև խորան։ Երբ սրբավայրը վերածվեց գաղափարական ճակատի, համայնքը պառակտվեց, իսկ վստահությունը փլուզվեց։ 1956 թվականին այս հրամասին ես շատ եմ խոսել։ Զարեն կաթողիկոսի ընտրությունից հետո Կիլիկիո աթոռի վրա կուսակցության ազդեցությունը դարձավ ամբողջական։ Սփյուռքում, որտեղ գրվեց հստակ ընդարձակման քաղաքականություն։ 1957 թվականին Հյուսիսային Ամերիկայում ստեղծվեց Էջմիածնին հակադիր թեմ, իսկ 1958 թվականին Հունաստանի եւ Իրանի թեմերը անցան Անտիլիասի ենթակայության տակ, պառակտվեց մեր եկեղեցին։ Այս ժամանակ դարձյալ չկային երևի Նուբար Աֆյաններ, որ իրենց ազդեցիկ խոսք ասեին։ Այս քայլերը ներկայացվեցին որպես վարչական կամ տեղական անհրաժեշտություններ, սակայն դրանք ավելի լավ ռազմավարության մաս էին կազմում, որի նպատակը դաշնակցության ազդեցության տարածումն էր։ Տասնամյակներ անց նույն տրամաբանությունը շարունակում է այլ ձևերով։ Էջմիածնի արևմտյան թեմի առաջնորդի դեմ ուղղված քայլերը դժվար է չտեսնել որպես փորձ ամրապնդելու մեկ բևեռի դիրքերը՝ ի վնաս եկեղեցու հեղինակության։ Այսօր ամեն ինչ ներկայացվում է Մայր աթոռի պաշտպանություն անունով, բայց երբ պաշտպանության կոչերը զուգորդվում են պառակտիչ գործելակերպով, արդյունքը պաշտպանությունը չէ, այլ թուլացումը։ Հայ եկեղեցին կուսակցությունների կամ քաղաքական ուժերի մրցակցության դաշտ չէ, այն ազգային հոգևոր մարմին է, որի ուժը իր միավորող դերի մեջ է։ Ժամանակն է, որ դաշնակցությունը հրաժարվի սառը պատերազմի ժառանգությունից եւ վերադառնա իր հիմնական սկզբունքներին։ Եկեղեցին վեր դասել կուսակցությունից, հակառակ պարագայում ականատես կլինենք նրան, որ քաղաքական շահը կհաղթի հոգևոր արժեքին, իսկ միասնությունը կզիջի կործանարար բևեռացմանը։ Այս ժամանակ չկային մարդիկ, որ ասեին չի կարելի որպեսզի բան։ Մենք ենք ապրել էսա։ Մենք
ու այսօր դաշնակցությունը ով Քոչարյանի թիկունքն է ապահովում, աջզարը ծախը, բանը, չգիտեմ, սա, որը որ KGB-ի կառույց է 80-ականներից սկսած, մի հատ հետաքրքիր զուգադիպությամբ Կտրիչ Ներսիսյանի հետ նույն դաշտում է։ Եվ դուք կոչ եք անում, որ իշխանությունը եկեղեցու դեմ է գործում։ Իշխանությունը թեկուզ չէ, կառավարությունը, պետությունը անգամ, եկեղեցու, Կտրիչ Ներսիսյանն էլ եկեղեցին է։ Դուք գիտեք ոնց է։ Նախ եւ առաջ կաթողիկոսը այն մարմինն է, որը քաղաքական մարմին չէ, էլի վիճելի չի ինքը, էլի, ասենք, տեսեք, եթե ընտրում եք պետության կառավարություն, քաղաքացիների մասնակցում են ընտրության, ինչքան էլ որ լեգիտիմ լինի ընտրությունները, միևնույն է, մի զանգված լինում է, որը մշտապես կարա դժգոհի, ճիշտ է, որովհետև նույն տենց է, իր քաղաքական օպոնենտ է։ Կաթողիկոսի պարագայում դա այդպես չի լինում։ Կաթողիկոսը ընդունելի է լինում բոլորի համար։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, վաղուց, դեռ մինչև Նիկոլ Փաշինյանը կխոսեր։ Վաղուց կաթողիկոս չի, ու վաղուց հայ ժողովրդի համար ընդունելի չի։ Հիմա դուք ձեր կոչով ես ուզում եմ հասկանալ։ Ուզում եք մեզ ստիպեք կամ զորրեք կամ համոզեք, որ չէ ինքը կաթողիկոսն է, ինքը կաթողիկոս չի։ Հայ ժողովրդի մեծամասնության համար ինքը ոչ միայն կաթողիկոս չի, ինքը թուլլա է, լակոտ է, ինքը գող է, անցագործ է ինքը պիղծ է։ Ոչ թե նրա համար, որ այդ ժողովրդի ստվար զանգվածը հավատքի հետ կապ չունի, այլ նրա համար, որ դա այդպես է։ Հիմա դուք ուզում եք հեղինակություններով, ուզում եք ավտորիտետներով, ովքերով ինչ ուզում եք խոսեք։ Դրանով Կտրիչը կաթողիկոս չի դառնում, ոչ էլ մնում է կաթողիկոս։ Դրանով ընդամենը ձեր հեղինակությունն է փոշի անում հայկական իրականության մեջ։ Որովհետև խոսքը եկեղեցու մասին է։ Հասկանում եք, ոնց ասեմ ձեզ, էլ ոնց ասեմ, այո, ես ըմբռնում եմ, որ կրոնական կառույց է, ու հնարավոր է լինեն որոշակի քայլեր, որոնք մի փոքր թույլ ըմբռնում առաջացնեն, սխալ մեկնաբանվեն, բայց այնուամենայնիվ պահպանվում է ակնածանքը, որովհետև խոսքը եկեղեցու մասին է։ Բայց եթե հենց հիմա դուրս գանք Հայաստանով հարցում անելու, տեսնենք քանիսն են իրանց համարում քրիստոնյա, ինչը կլինի ճնշող մեծամասնությունը, եւ քանիսն են գոնե մի անգամ Աստվածաշունչ կարդացել։ Ես կարծում եմ մի տոկոս կլինի դա հարցումների արդյունքում, համեմատաբար։ Ասենք 100-ից 80-ը հաստատ կասի, որ ինքը իրան քրիստոնյա զգում կամ համարում, եւ 1-2%-ն է, որ կասի, կարդացել Աստվածաշունչը գոնե մի անգամ։ Ու գիտեք ինչ, սա հենց Կտրիչ Ներսիսյանի բաց թողումն է, որովհետև երբ որ հայ մարդուն անհրաժեշտ է եղել հոգևոր սնունդ, ինքը բացակա է եղել։ Ինքը չի եղել որևիցե հայ մարդու ուղեղի մեջ կյանքում։ Չի եղել։ Ոչ ինքն է եղել, ոչ էլ իր կառույցը։ Հա հայ մարդը գնացել եկեղեցի, մոմաբարել իր ասած խոս, այդ պահին էլ մի հատ տերտեր կլինի, եթե կարող երկու բառ խոսել կամ չխոսա ու գա։ Բայց հոգևոր խոսույթ երկխոսության մեջ որևիցե մեկի մեջ չի մտել, ամոթ է եղել դա անգամ։ Ես ասեմ ձեզ, մի շրջան կար, բոլորովին վերջերս, մի քանի տարի առաջ, որ եթե դու հոգևոր երկխոսության մեջ փորձեիր մտնել, մարդիկ տարակուսանքով կնային վրաս, կասեն, աղանդավոր ես։ Ու կսկսեն պաշտպանվել հոգևոր քո խոսույթից, հոգևորի մասին խոսելուց, պաշտպանվում են։ Հիմա էլ կա այդ դրսևորումը, այնպես եղեք։ Այդ ժամանակ դուք ոչինչ չեք ուզել ասել։ Ձեզ թվացել է, եթե 1-2 եկեղեցի ավել կառուցվեն, մարդկանց մեջ հավատը կշատանա։ Անգամ ես վստահ եմ, ձեզանից որևիցե մեկին գարեգին բան ասած չի լինի, հետևյալը որ տղեկ, ուզում եք ազգին լավ բան անեք, եկեք, այս մի եկեղեցին պակաս կառուցենք, մեր բանակին այս ինչ մի բանով պետքակա լինենք։ Բանակին ես դեռ չեմ խոսում արտաքին դիվանագիտությանը, որովհետև այն միտքը, որ համար առաջինը անվտանգության բանակն է, սխալ է իրականում, բայց մենք եղել ենք միշտ այդ մտքին, որ մեր համար առաջինը բանակն է, համար առաջին պաշտպանը, ոչ համար առաջինները դրանք տնտեսությունն են, դիվանագիտությունն արտաքին,
որովհետև չպիտի թույլ տալ զինվորին հասնի։ Եթե հարցի լուծումը եկել հասել է զինվորին, ուրեմն բոլորս բռավալ ենք տվել։ Եվ մնացել է այդ մի ելքը, որ արդեն պետք է կյանքի գնով լուծել։ Հասկանում եք։ Բայց անգամ այս պարագայում ձեզ որևիցե մեկը չի դիմել։ Չի դիմել։ Ձեզ թվացել է, թե կտրիչի միջնորդությամբ, եթե եկեղեցի կառուցեք, ձեր հոգիները կփրկվեն, ասա, լավ ա եղել որ թվացել է, ես չեմ ուզում կասկածանք մտնի ձեր հավատքի, ձեր հավատով արված աշխատանքներ։ Չնայած հավատացեք, այն որ եթե օգնել եք մարդկանց, դա շատ ավելի առաջնային է իմ կարծիքով։ Այնուամենայնիվ, կարծեք ոնց ուզում եք։ Բայց կներեք 91 թվականից մինչև այսօր, եթե մեր պետությունը դեռևս ունի բարերարների տարիք այնպիսի տեղերում, որոնք որ ունեն նախարարություններ ու կարող են այդ նախարարությունները հարցուցել, կներեք ես դա չեմ կարող հասկանալ։ Այո, դուք կարող եք օգնել։ Կարող եք օգնել կողքից։ Որ մի օր շուտ հաղթահարվի որևիցե ճգնաժամ կամ խնդիր։ Մի օր մի բան առաջ գցեք, բայց դրանով փորձեք առուն չդնել։ Դա դուք ձեր համար եք անում։ Մեր համար չեք անում, ես ձեր համար եք անում։ Որովհետև մարդը երբ որ լավ բան է անում, դա նույնպես իր համար է։ Սկսած նրանից, որ ինքը այդ բանին իրան ավելի լավ, մի հատ մուրացկանի դրսում փող տվեք։ Ու կզգաք, որ դուք ձեզ փող տալու դիրքում ավելի լավ զգացիք օգնելու դիրքում, քան ինքը ստանալու դիրքում, օգնությունը ստանալու դիրքում։ Դա ձեզ համար է եղել։ Բայց գիտեք ինչ, այսօր պետությունն է կառուցում, ես չեմ կարող չտեսնել զարգացումները։ Ես կույր չեմ եւ դաշնակել չեմ, փառք Աստծո։ Ու ես տեսնում եմ, որ իմ երեխաները կարող են կրթություն ստանալ Հայաստանում։ Որ կարող են մարդիկ ծառայել իմ պետության բանակում, ոչ թե փախնեն, թռնեն, ինչպեսի որ ձեր կողքերին հազարներով են։ Այսօր նայում եմ հարցազրույցը, բանավեճ։ Այն Բորիս Մուրազին ասում է, որ մի հատ միտք է անում, որ ցնդելու բան է, էլի։ Ասում է դե տնտեսության ցուցանիշը բարձր է, որովհետև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ կա, այ բանը հերրախոսի ֆիրմեն, որ դարձել է թիվ 1 հարկատուն, նրա համար է դարձել, որ երրորդ երկրից հերրախոսա իր միջոցով ներկայում Ռուսաստան։ Դրա համար մենք տնտեսական աճ ենք գրանցել։ Այն որ ուզում ես ասես, արա, նախ այդ տնտեսական աճի այդ հսկայական ցուցանիշը այդ մի հատ հերրախոսով չի, սկսենք այստեղից։ Երկրորդ, այդ հերրախոսի բիզնեսը կարող ենք իմանալ ումնա, կարող է փորփրենք Պարզավի Քոչարյանի տղեն մեջը թեմա ունի։ Երրորդ, եթե Քոչարյանի տղեն մեջը թեմա ունի, կարող է Պարզավի, որ եթե չլիներ այսօրվա իշխանությունը, այլ լիներ Քոչարյանի կամ Սերժի ժամանակվա իշխանությունը, իրենք չէին լինելու թիվ 1 հարկատուն։ Նրանք սկի 100-ի մեջ չէին լինելու, դու ասեմ ավելին սկի 1000-ի մեջ չէին լինելու։ Նրանք առհասարակ հարկատու չէին լինելու։ Դա է կոչվում կառավարում, այս սա է կոչվում կառավարում։ Ու ոնց ուզում եք գցեք բռը կառավարման արդյունքում է դա եկել։ Կամ եկեք ասած մի հատ զուգահեռ տանեմ, որովհետև գրեթե նույն մտքից է, էլի գաղափարական առումով։ Մի քաղաքացի Facebook-յան ընկեր ուղարկում է ինձ մի հատ վիդեո, որտեղ որ ոնց հասկացա, մեր շատ հարգելի բլոգերներից մեկը ինչ որ աշխատանք է անում քաղաքում, դե առհասարակ ինքը նման աշխատանքներ անում է, ինչը շատ լավ է նայվում, տեղադրում է ինչպիսին էր եւ ինչպիսին է։ Հիմա ուղարկել է, ասում է, չեմ հասկանում, բա կանաչապատման ու աղբահարության հիմնարկը ինչով է զբաղված բա։ Այս նույն մտածելակերպն է։ Տեսեք, ես հարգում եմ այն բլոգերներին կամ այն կամավորներին, ովքեր անում են աջակցելու համար։ Աջակցելու համար։ Կարող է մի երկու բառեր ասեմ, որ լավ դա էսի այս վիճակը մինչև հիմա։ Բայց ես վստահ եմ, որ իրենք ավելի լավ գիտեն թե այդ վիճակը։ Եթե դու անում ես նրա համար մատնացույց անելու համար, որ այդ էսեք չեն արել ու մշտապես է այդ վիճակը ու դու անում ես։ Դա արդեն դու քաղաքական նպատակ ես հետապնդում։ Երկրորդ բանը չկա։ Որովհետև նախ սկսենք նրանից, որ կանաչապատման օրինակ հիմնարկը իր աշխատանքային ծավալները բավականին մեծացրել է։ Երևի չեք նկատել, բայց շատ այգիներ են վերադարձել քաղաքին եւ բազմաթիվ կանաչ գոտիներ են ավելացել։ Աշխատողների թիվը շատ չի մեծացել։ Բնական է, չէ՞ որ այդ մարդիկ մարդ են։
Աշխատանքի որոշակի ժամեր կա եւ այլն։ Աղբահան հանությունը, ասեն, հայտարարություն գոյություն ունի, ընդունվում են աշխատողներ։ Չկան։ Ու գիտեք ինչ, ինչի չկանը ես գիտեմ, որովհետև մեր վերաբերմունքն էլ վերաբերմունք չի։ Տարական օրինակ բերեմ։ Հիմնարկներից մեկի թեժ գծի հետ կապված խնդիր էր եղել։ Ուրեմն, զանգում են մարդիկ, թեժ գծի աշխատակցուհուն, շանլապը լցնում են խեղճ երեխու վրա։ Այդ էր ցավը տանում, թեժ գծի աշխատակիցն է, ինքը հիմնարկի կառավարման հետ շատ կապ չունի։ Ինքը ձեզ մաքսիմում կարա ներկայացնի իրավիճակ, ասի։ Ինչ էլ չգիտի, ասի ճիշտ ենք հետադարձ կապով։ Հասկանում եք, այնտեղ աշխատակից է։ Ու երբ որ դուք զանգում լկտի ավարի խոսում եք հետը, տվյալ աշխատակիցը հաջորդ անգամ էլ չի ուզում այդտեղ աշխատի։ Ու առաջանում աշխատողի խնդիր։ Տարժական խնդիր։ Հիմա մեր միջավայրում մենք մշտապես որոշակի գործերին ու աշխատանքներին վերևից ենք նայել։ Եվ մարդիկ կան, որ այո, սոված կփորձեն մնան, բայց հանկարծ չգնան հավաքարար աշխատեն, չնայած կենացներով հակառակը կասեն։ Եթե մեր վերաբերմունքը ցանկացած աշխատող մարդու համար լինի, ոչ միայն քննարկման առաջարկ բան չդառնա դա, այլ նորմալ լինի։ Ես կարծում եմ աշխատողների խնդիր տվյալ հիմնարկը էլ չի ունենա, վստահաբար կփորձի հասցնել։ Բայց, այստեղ մի հատ էլ բայց կա, նայեք։ Դուրս են եկել քաղաքի ասֆալտն են, չեն նկարում փոսերը բան։ Ես դες ինչ որ պլավնի պերեխոդ աստացում, բայց պիտի սրանից խոսենք, որովհետև տեսեք, ընդդիմությունը նստել է թուղթուգրիչով հերթական անգամ, նայել է թիրախային որտեղ խփի, որը արժե զրկի։ Ու քանի որ այսօրվա իշխանությունը աչքի անկնում ճանապարհներ կառուցելով, ենթակառուցվածքներ ստեղծելով կոնկրետ ու հիանալի ձևով, հիմա պետքա դա թույլատրել։ Դուրս են եկել, չնայած որ քաղաքի փողոցները բանի ենթակառուցվածքների հետ կապ չունի, այդքան նախարարության, որովհետև քաղաքինն է։ Այնուամենայնիվ ասոցիացումը լինում է ուժի ձև, չէ։ Դուրս այ տեսեք փոսը։ Մի հասարակ բան եմ ձեզ ասում։ Չկարծեք թե արդարացնում եմ, դա չի հարցը։ Եթե դու լինես քաղաքապետ, հարգելի ասող։ Եթե դու լինես քաղաքապետ կամ վարչական շրջանի ղեկավար, եթե պիտի ասֆալտվի մի հատ ճանապարհ, հայտարարվում է տենդեր։ Տենդերը շահում է որևիցե կազմակերպություն, պետությունը այդտեղ կապ չունի։ Իհարկե վերահսկող մասում որոշակի թերություններ կան, հեսա դրան կանդրադառնանք։ Նա արեց։ Հիմի խնդիրը է, այս տարի ակնհայտ է։ Ես կարծում եմ, որ այդ նույն տենդերավիկներին էլ թույլ չեն տա, որպեսզի նրանք մասնակցեն կամ ինչ որ մի բան, հաստատ կազդի դա հետագայի վրա։ Բայց դեռ նա ուրիշ հարց կա։ Եթե դու վստահ ես, որ այդտեղ գոյություն ունի փողերի մսխում, այսինքն դիտավորություն կա, այսինքն Ավինյանի հետ է կապակցված կամ վարչական շրջանի հետ է կապակցված, որից մեկի հետ է կապակցված, այ դրա համար չեն արել, լափել են, կերել են։ Արգելիս։ Են դու, են հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս էլ ես իմ աջակցություններ կարամ հայտնել։ Գնում ես տվյալներ հետ, տալիս ես հակակոռուպցիոն կոմիտեն քննում է, գործը գնում ձերբակալում է, որովհետև փողերի մսխումը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Բայց քանի որ դու ես շատ լավ գիտես թե մեղավորները որտեղ են եւ մասնավոր ընկերություններն են դրանք, իսկ այդ մասնավոր ընկերությունները եթե փորձենք 90%-ի տակից Քոչարյանի ականջները կարող է Երևան խնամի բարեկամ ծանոթների կամ Սերժի։ Դու դրա համար կազմակերպությունների անունը չես տալիս։ Դե որ գնում նկարում ես, ասա, այս ինչ կազմակերպությունն է այստեղ ասֆալտապատել։ Ու վատ արել, նա դա կազմակերպություն անուն ասա, մենք էլ իմանանք։ Եթե քո խնդիրը մեզ լուսաբանելն ու ճիշտ տեղեկացնելն է։ Ես օրինակ տեսա Հայրումյանը լավ նյութեր գցել հետաքրքիր, որ բերել էին ասֆալտ էին անում, ջրատարն էլ վրան փակել են, տեղ են լապատկը վերցել մաքրում էր։ Հետո չտեսա ինչ եղավ, բայց իսկապես դա ապուշությունը չի կարելի թույլ տալ։ Տեսել ես, ապրես, շնորհակալություն։ Հիմի այդ որ կազմակերպությունն է, մեր ճշտենք որ կազմակերպությունն է։ Եվ ֆիքսենք, որ դա վստահելի չի։ Հետո կգնանք հետևողական կլինենք, որ իշխանությունները այդ անվստահելի գործընկերության հետ գործընկերություն չունենան այդ ընկերության հետ։ Այսա կլինի առաջ քայլ, ոչ թե շահարկում։ Տարբերությունը այդտեղ է կայանում։ Սա է։ Բայց չէ, իհարկե նրանք, Հայրումյանի պարագայում չեմ ասում, բայց մեր կողքին կան։ Իրաց պարագայում թեման քաղաքական է։ Խիստ քաղաքական, իրենք պարզապես ուզում են դու դժգոհես, որովհետև վստահ են, որ դու չես հասկանում այն, ինչը որ ես ասեցի նոր։
Մի հատ էլ այդտեղ պլյուս դիր կողքը, որ անպայման եթե դու այս իմ ասածը կրկնես իրանց մոտ իրանք ասել են, հա դե գնելը նա իշխանությունների հետ մասած բաներ, հա, էլ вообще դու չես հասկանալու կամ չես էլ հավատալու։ Դա այդպես է։ Դա վատ է։ Դա այդպես է։ Հիմա այս նույն տիպի մարդիկ, նույն կատեգորիայի մարդիկ այնտեղ են, կոչ են արել։ Նույն կատեգորիան է։ Մենք այնի ասում ես բլոգեր եմ, լուսաբանում եմ, տեսեք, որտեղ է քաղաքապետարանը, որ ես պիտի նրա փոխարենցեմ, մի արա։ Կամ անում ես, օժանդակում ես, աջակցում ես, չէ։ Որ մի քիչ շուտ ստացվի, մի քիչ լավ, նաև քարոզա դա, ինչ որ շատ լավն է։ Բայց ինչ է քաղաքականացնում։ Հենց դուք սկսում եք քաղաքականացնել, դա սկսում է դառնալ տհաճ։ Արդեն հայտնում են մարդիկ, որ ասում են ոչ է պետք է։ Մի արա։ Լավ բան ես անում, բայց չի հասցնում։ Ձունը եկել է օրինակ, եկեք sense մատ օրինակ։ Վերցնենք մեր Մալացյան Սեբաստիան։ Ձունը եկել է։ Հաջորդ օրը ամեն մեկ ասում, բայց ինչ տեղի խիչ են մաքրել, ինչ տեղի խիչ են մաքրել։ Ոնց ցավը տանում, եթե դու լինեիր վարչական շրջանի ղեկավարը, առաջին հերթին ի՞նչն էիր մաքրելու։ Առաջինը։ Հիմնական ճանապարհները, ճիշտ է, ապրես։ Երկրորդ հերթին հարակից ճանապարհները։ Երրորդ հերթին, գուցե մայթերը կամ երկրորդ այն երրորդը։ Չորրորդ հերթին, հինգերորդ հերթին նոր բանկերը, ճիշտ է։ Հիմա հասարակ տարական բան, արի գնանք միասին, ճշտենք քանի աշխատող ունի, օրինակ, մեր վարչական շրջանը։ Այդտեղ։ Չնայած, ասեմ քեզ դա հեշտ նշանակություն չունի, որովհետև դեն ժամանակ ամբողջ քաղաքապետարանին, բանը, վարչական շրջանի ղեկավարը, որպեսզի օգնեն, աջակցեն։ Շատ դեպքերում մենք ենք փորձում կողքից մի բանով օգտակար լինենք, որ շուտ մաքրվի։ Բայց տեսնենք քանի աշխատող ունի վարչական շրջանը եւ քանի կիլոմետր է վարչական շրջանի ճանապարհները, մայթերը իրար հետ վերցրած։ Ինձ թվում է մի 400 կիլոմետր կլինի քառակուսիով։ Ու ասենք թե մի 20 աշխատող։ Հիմա մի աշխատող դու ես։ Խնդրեմ։ 20 քառակուսի կիլոմետր քանի օր կմաքրես։ Եմի մարդ ավելացնեն, ստաժ ավելացնեն, ասեք կարող է համարնել այդքան էլ պետք չեն լինում, օրինակ։ Այն եղածին պարգևա վճար տան, այդ մի հատ ուրիշ կինո է։ Չի կարելի։ Ինչպես կան ամեն տեղ կան որոշ թերացումներ։ Դա առաջին հերթին նրանից է, որ երբեք ձևը չենք իմացել։ Որովհետև որևիցե մեկը մինչև այս իշխանության գալը, որևիցե մեկը իր գործառույթը ու իր պարտականությունները չի իմացել։ Այդ դրա համար էլ երբ որ մենք գնում էինք մի պետական մարմին, հիմա էլ որոշ մնացորդներ կան, բայց կանցնի, հետ էլ կանցնի։ Գնում էինք մի պետական մարմին, մենք էինք իրանց բացատրում, թե իրանք ինչ պիտի անեն։ Սա է։ Որովհետև ոչ ոք չէր եկել այն ժամանակ աշխատելու, բոլորը եկել են կպցնելու։ Հիմա ամեն մեկը իր աշխատանքի աշխատավարձի գյորան, նո սկսում են քիչ-քիչ ընտանալ, որովհետև կա չէ՞ նա մարդկանց մոտ տպավորություն, որ քանի որ իշխանությունը ԿՊ-նա, ուրեմն սա պետական աշխատողները ԿՊ-ական են։ Ես ես հաստատեցնեմ բոլոր նախարարությունները 70-80%-ը դեռևս նախկիններն են, ու չի կարող ուրիշ ձև լինի։ Չի կարող, որովհետև մեր երկրում 200-250,000 պետական աշխատող կա։ ԿՊ-ն այդքան կուսակցական չունի, էսի Սովետ միությունը չի, որ պարտիական լինի երկրի կեսը, հասկանում եք։ Դեռ չեմ խոսում մասնագիտական բաների մասին։ Սա հենց այս խոսակցությունները նաև հուշում են նրա մասին, որ մենք երբեք չենք հասկացել ինչա պետությունը։ Ես ինքս շատ բաներ զուգահեռաբար եմ իմ համար ավելի ու ավելի բացում։ Ամոթ չի, ոչինչ, բայց ուշել չի դա ընկալել, ընդունել, փորձել խորամուխ լինել։ Իսկ այդ բողոքները չեն կարող բայերը վերցնել իրենց մուտքի դեմը մաքրել։ Ասեն Գայանե ջան, կարող է։ Այ վերցնում մաքրում են ու մաքրում Բա ուր եք դուք մենք ենք մաքրում, այդ դրա համար էլ պետք չի թող չմաքրեն։ Այ իմ ասածը հենց դա է, որ ախպեր ջան, մենք է քաղաքացի ենք, մեր քաղաքի մասն է, կարելի է զակավ մի 2 ժամ էլ մենք տնենք մի բան անենք։ Ու ասենք ես ինչ բան արեցինք, կողքից էլ մարդիկ տեսնեն, ասեն շատ շնորհակալություն, բրավո։ Ոչ թե չկանում ես ինչքան տարի ես ինչ բանը, չգիտեմ, ես կարը չեք դրել ես ինչ, ախպեր ջան, դու լիներ քո համար էլ դա չէր լինելու առաջնային, էլի արդ հարցնես, տեսել ես, նկատել ես։ Առաջ ընկա, всё, շատ լավ է, թույն։ Սա է։ Բայց չէ ոնց բա լավություն արվե, բա չասեմ, մեր բարերարների նման։
Բա ոնց, երբ որ Հայաստանում բան չգիտեմ ինչ, մենք լավություն ենք անում։ Մենք գնահատել ենք դա, բայց կներեք մենք չենք ուզում պարտքի տակ մնանք, ձեր պետության համար եք արել։ Մենք պարտք ենք, ինչքան ենք պարտք, ասեք տանք բրցնենք։ Մենակ էլ կյանքում տես չխոսակ, վերևից չխոսակ Հայաստանից մասին։ Ամբողջ աշխարհում բարերարները, ինչ, Միացյալ նահանգներում ոչ մի ուղղությամբ բարերարները բաներ չեն անում, հիմնադրամներ չկան, որ Միացյալ Նահանգների քաղաքացիներին է վերաբերվում։ Լիքը։ Ինչ այդ նշանակում որ իրանք կարան դուրս գան Միացյալ Նահանգներին, ասես ինչու ասես մեղադրեն ու ասեն մենք պիտի հարցուցենք որտեղ էսիշ տեղը էսիշ լավությունն են կարել, բնականաբար չէ։ Արաբախեք Հայաստանի հանդեպ այդպես։ Ինչի համար։ Հայաստանը ոչ որ բանոց ոչ էլ ծայրագավառ, դա մարդիկ ամեն ինչը շատ լավ հասկանում են, մենք ենք ստեղ ապրողը։ Մենք ապրում ենք ստեղ, մենք մեր ջանի վրա ենք զգում ամեն ինչը։ Ու կարճ կապելով ասեմ, հարգելի սփյուռքահայեր, սփյուռքում ապրող հայեր, եթե կարող եք օգտակար լինել, ապա ձեր փորձով, ձեր գիտելիքներով օգտակար եղեք ձեր պետությանը, ձեր հայրենիքին։ Բայց դա մի արեք պարտքով։ Եթե պիտի անեք պարտքով, ախպեր շատ շնորհակալ ենք, եկեք մի խառնվեք ուրեմն։ Ուրեմն ձեր գործը չի։ Չի կարող սփյուռքից մեկը մի հայրենակից ասի Հայաստանը պիտի միանա Ռուսաստանին, կամ ասի Հայաստանը պիտի միանա Ամերիկային կամ Ֆրանսիային, չի կարող։ Որովհետև Հայաստանում ապրողը կարող դա որոշի կամ չորոշի։ Այդտեղից դուք կարող աջակցեք կամ չաջակցեք որևիցե գաղափարի, որը որ մենք փորձում ենք բան անենք առաջ տանենք։ Սա այլ հարց է։ Բայց չի կարելի դուրս գալու սուտ խոսալ։ Դուրս գալու աչքներս մծնել ինչ որ բաներ։ Չի կարելի, դա լավ բան չի։ Ես էլի եմ կրկնում։ Աշխարհի հայերը մի օրգանիզմ են, որտեղ են լինեն։ Ու հիմա այդ օրգանիզմում հայտնվել են հիվանդություններ։ Ու փոխարակ կտրել հեռացնելու կա հնարավորություն բուժելու։ Կամ գնում ենք կոնսենսուսային բաների գաղափարների սկսում ենք բուժել, կամ եկեք իրարից կտրենք հեռացնենք։ Ես կողմ եմ բուժելուն։ Բայց որպեսզի բուժվի, մենք պիտի շատ ազնիվ խոսենք իրար հետ։ Չափազանց ազնիվ պիտի լինենք, ավելի լավ ազնիվ լինենք, ինչ որ միտեղ կարող կոպիտ արտահայտվենք, ճիշտ չմբռնցվի, չգիտեմ ինչ դառնա, քան անազնիվ լինենք։ Սա է։ Չեք կարող, մեր տեղը որևիցե մեկը չի կարող որոշի։ Թրամփի ուղին մեզի պետքա թե չէ։ Դուք կարող եք խորհուրդ տալ, ասել գիտեք ինչ, մենք ճանաչում ենք դրանց մի քիչ էսի սենց այն մենք ընդունենք սիրո, շնորհակալ կլինենք, բայց մենք ենք որոշում։ Չեք կարող դուք որոշել, որ մենք պիտի Ռուսաստանի ծայրագավառը լինենք։ Չեք կարող առավել եւս որոշել, որ Գարեգին Բ-ն կաթողիկոս է։ Դες բաները կոչերով ու հայտարարություններով չեն անում։ Կամ ով է տանում երկիրը կործանման, ով չէ։ Երկիրը կործանված է եղել, որ ձեր նման հազարով բարերար ենք ունեցել։ Բայց չի եղել երկիր։ Դուք եք եղել պահողը, դուք չգիտեք։ Ես այո խոսում եմ հարգանքի տոնից։ Բայց դա չարաշահել էլ չի կարելի։ Եթե պիտի չարաշահեք, գնայեք Աֆրիկայում հազարատ ցեղեր կան, որ օգնության կարիք ունեն, գնացեք իրանց օգնեք, ինչքան ուզում եք, չարաշահեք, ինձ ինչ։ Չնայած չարաշահելը վատ բան է։ Ես անկեղծ եմ ասում, մեր ջանքեր կիրառեցի հենց հիմա, որ մաքսիմում փորձեմ այլ խոսակցության չվերածվի։ Ու կարծում եմ ստացվեց, չնայած զգուշավորությունը իր թերությունները նույնպես ունի։ Բայց ես կարծում եմ, որ ժամանակն է շատ ազնիվ շփվելու, զրուցելու, ու մենք շատ կզրուցենք, շատ։ Մենք ժամանակ առ ժամանակ
Պիտի Հայաստան Սփյուռք թեմաներից խոսենք։ Օրինակ այսօր լրջագույն խնդիր կա Սփյուռքի հետ կապված։ Ու դա պետք է բարձրաձայնվի ասվի։ Բարձրաձայնում ասում ենք։ Ավելին իմանալու, ավելին բարձրաձայնելու համար ավելի է պետք լինելու իմանալ, բա ում ենք դիմել, ումից ենք իմանալու ձեզանից։ Ու այս խոսակցությունները չպիտի լինի իրարից հեռվանալու կամ նեղանալու կամ քննադատելու մասին։ Այս խոսակցությունները պիտի լինի ընդհանուր պատկերացումներ ստեղծելու մասին, ընդհանուր գաղափարախոսություններ ստեղծելու մասին, իրար պետք լինելու մասին, ճիշտ պետք լինելու մասին։ Սա է։ Կուզեք ընդունեք, չէ, ուրեմն թող ես դառնամ ձեր աչքի փուշը։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու համար։ Լավ եղեք, ամենից շատ լավ կլինի, ես չմտածեք։ Լավ կլինի, պարզապես նոր գաղափարների հետ, իսկ իրական Հայաստանի հետ, այո, հին պատկերացումներ են, կարծրատիպեր են փլուզվում, ու մեզ երբեմն թվում է, որ ինչ-որ բան է քանդվում, բայց հավատացեք, եթե անգամ ինչ-որ բան քանդվում է, դրանք են ոչ մեկին պետք չեկող կարծրատիպերն են։ Մնացածը կառուցվում է զուգահեռ, ընդհակառակ։ Մենք պիտի ունենանք ամեն ինչի մասին ճիշտ պատկերացումներ։ Վերամբարձ բաները կամ ստորադասված բաները այդքան պետք չեն։ Մենք պետք է ունենանք ճիշտ պատկերացումներ։ Այսքան բան։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։